Աստված ազատարար, գոհություն մատուցեցեք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի հավերժ է ողորմությունը նրա։ Այսպես թող ասեն Տիրոջից փրկվածները, որոնց նա ազատեց թշնամու ձեռքից, բոլոր գավառներից հավաքեց նրանց, արևելքից և արևմուտքից, հյուսիսից և ծովի կողմից։ Մոլորվեցին նրանք անապատում, անջրդի ճանապարհին և բնակվելու քաղաք չգտան։ Քաղցը զգացին և ծարավեցին, և նրանց հոգիները նվաղեցին իրենց ներսում։ Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղության մեջ, և նա փրկեց նրանց իրենց վշտերից։ Առաջնորդեց նրանց ուղիղ ճանապարհով, որ գնան քաղաքն իրենց բնակության, թող մարդկանց որդիները գոհություն մատուցեն Տիրոջը, նրա ողորմությունների և հրաշագործությունների համար, քանզի նա հագեցրեց քաղցած հոգիները և բարությամբ լիացրեց կարոտյալ անձանց, որոնք նստած էին խավարում ու մահվան ստվերների մեջ, գամված աղքատությանն ինչպես երկաթին, քանի որ դառնացրին խոսքն Աստուծո և անարգեցին խորհուրդները Բարձրյալի։ Ցավից սեղմվեցին սրտերը նրանց, տկարացան նրանք ու օգնող չունեցան, աղաղակեցին Տիրոջն իրենց նեղության մեջ, և նա ազատեց նրանց իրենց վշտերից, նրանց փրկեց խավարից ու մահվան ստվերներից և փշրեց շղթաները նրանց։ Թող մարդկանց որդիները գոհություն մատուցեն Տիրոջը, նրա ողորմությունների և հրաշագործությունների համար, քանզի նա փշրեց դռները պղնձյա և երկաթյա նիգերը խորտակեց։ Օգնեց նրանց, երբ իրենց անօրենության ճանապարհին էին, քանզի սաստիկ խեղճացել էին իրենց մեղքերից։ Ամեն տեսակ կերակուրից գարշեց սիրտը նրանց, և նրանք մոտեցան մահվան դռներին, աղաղակեցին Տիրոջն իրենց նեղության մեջ, և նա ազատեց նրանց իրենց վշտերից։ Առաքեց իր խոսքն ու բուժեց նրանց, և փրկեց նրանց իրենց ապականությունից։ Թող մարդկանց որդիները գոհություն մատուցեն Տիրոջը, նրա ողորմությունների և հրաշագործությունների համար, թող նրան օրհնությամբ պատարագ մատուցեն և ցնծությամբ նրա գործերը պատմեն։ Ովքեր ծով էին իջնում նավերով և մեծ ջրերում գործեր կատարում, նրանք տեսան Տիրոջ արարքները և նրա հրաշագործություններն անդնդի խորքերում։ Հրամայեց, և հողմ ու մրրիկ ելավ, և բարձրացան ալիքները նրա։ Մարդիկ բարձրացան երկինք ու անդունդ իջան, և նրանց հոգիները մաշվեցին իրենց ներսում, խռովվեցին նրանք, երերացին հարբածի պես, և նրանց ողջ իմաստությունը կուլ գնաց։ Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղության մեջ, և նա փրկեց նրանց իրենց վշտերից։ Մրրիկը վերածեց խաղաղ օդի, և ալիքները դադարեցին։ Նրանք ուրախացան, որ ալիքները հանդարտվեցին, և նա նրանց իրենց ուզած նավահանգիստն առաջնորդեց։ Թող մարդկանց որդիները գոհություն մատուցեն Տիրոջը, նրա ողորմությունների և հրաշագործությունների համար։ Թող պանծացնեն նրան ժողովուրդների հավաքներում և ծերերի ատյաններում օրհնեն նրան, քանզի գետերը ցամաքի վերածեց և ջրերի ընթացքը ծարաված
հողի, պտղաբեր երկիրն աղուտ դարձրեց, նրա բնակիչների չարության դիմաց, անապատը վերածեց ջրարատ վայրի և ծարաված հողը հոսող ջրերի, այնտեղ բնակեցրեց քաղցյալներին, որոնք իրենց համար բնակության քաղաք շինեցին, վարեցին արտերը, այգիներ տնկեցին և բերք աճեցրին իրենց համար, Տերն օրհնեց նրանց ու խիստ բազմացան և նրանց անասունները չպակասեցին, նվազեցին նրանք և տանջվեցին չարիքների նեղությունից ու վշտերից, անարգանք թափվեց նրանց իշխանների վրա, Տերը մոլորեցրեց նրանց ճանապարհազուրկ անապատներում, տնանքներին օգնեց աղքատության մեջ, ոչխարների պես առաջնորդեց նրանց, որ ազգ դառնան, թող արդարները տեսնեն և ուրախանան, և բոլոր անօրենները փակեն բերաններն իրենց, ո՞վ է իմաստունն այն, որ պիտի պահպանի սա և հասկանա ողորմությունը Տիրոջ: